Հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Իմաստության սկիզբը դիրոջ վախն է։ Արագած 1:7 Բարև սիրելիներ, այսօրվան մեր նյութը անգամ միևս հոգեբանական նյութի արձարծումը պիտի ելլա եւ պիտի տեսնենք այդ նյութին առնչությունը Աստծո խոսքին եւ Աստվածաշունչի հերոսներուն հետ։ Գուզեմ պատմությունով սկսել։ Շոկեգարքի մեջ երկու անձեր թեմ դիմաց նստած կլան։ Մին ծերունիմը, որ իր ձեռքի մեջ Աստվածաշունչ մգունենա եւ կգարտա, իսկ մյուսը երդասարդ բարոնը, որ փիլիսոփայիմը գիրքը բռնած ուշով կգարտա։ Ժամանակ մը վերջ գնայի ծերունին եւ երբ կտեսնե, որ ծերունին Աստվածաշունչ կգարտա, արհամարհական ձևով մը գսե. «Դակավին այդ գիրքը կգարտաս, չես գիտեր, որ այդ գիրքը այլևս հինցած է, հետա մնաց ես տուն, որ այդ գիրքը կգարտաս, այս գիրքը գարտը շատ ավելի կօգտվիս», ցույց տալով իր ձեռքի մեջ գտնվող հայտնի փիլիսոփայիմը գիրքը։ Իսկ ծերունին թեթև ժպիտ մտեմքին գնայի երդասարտին եւ կպատասխանե. «Գիտես, որ այդ գիրքը, որ կգարտաս, ես գրած եմ, բայց այս գիրքը, որ ես կգարտամ, Աստուծո խոսքը, իմ ներշնչմանս աղբյուրը եղած է եւ միշտ այդպես ալ կմնա»։ Այո, սիրելիներ, այդպես է։ Շատ կարևոր է հոգեբանական նյութերուն ուսումնասիրությունը մեզ համար, որովհետև բոլորս ալ հոգեբանական տարբեր վիճակներ ենք անցնենք, բայց ավելի կարևոր է, որ այդ նյութերը բերենք Աստուծո խոսքին, լույսին տակ եւ տեսնենք, որ Աստված ինչ կսե անոնց մասին, որովհետև որպես հավատացյալներ մեզի համար Աստուծո խոսքը ամեն խոսք է վեր պետք է ելլա եւ վերջնականը։ Ուրեմն, ինչպես ասի, այսօրվան մեր նյութը հոգեբանական է եւ ինձ համար շատ հետաքրքրական նյութ մնե։ Դերևս անոր համար, որ Աստուծո խոսքին հետ շատ մեծ առնչություն ունի եւ հետեւաբար մեր բոլորին անհրաժեշտ նյութ մնե, չսելու համար գարիքը։ Այս նյութը հոգեբանության մեջ կգոչվի EI կամ EQ, Emotional Intelligence կամ Emotional Quotient, որ կնշանակե զգացական բանականություն կամ խելացություն։ Վստահաբար գիտեք, որ IQ-ալ կա, որ մտային խելացության մակարդակը կչափի, բայց մենք այսօր պիտի նայենք, որ ինչ է EQ-ն, այսինքն Emotional Intelligence-ը կամ զգացական բանականությունը։ Իսկ մեր նյութին վերնագիրն է այսօրվա զգացական բանականությունը եւ երկնային իմաստությունը։ Ինչպես ասի, Emotional Intelligence-ը կնշանակե զգացական բանականություն։ Զգացական բանականությունը կամ խելացությունը այն կարողությունն է, որ կօգնի անհատին աստեցիկ կերպով ընկալելու, հասկանալու, կառավարելու եւ օգտագործելու իր եւ ուրիշներուն զգացումները։ Եվ ինչ է սահմանումը կամ բաղկացուցիչ տարրերը։ Զգացական խելացությունը կընդգրկե 5 հիմնական կարողություններ. Emotional awareness, emotional regulation, empathy, social skills եւ motivation։ Emotional awareness, որ կնշանակի զգացական գիտակցություն, այն կարողությունն է, որ անձը կճանչնա եւ կհասկանա իր եւ ուրիշներուն զգացումները։ Emotional regulation, զգացական կարգավորում,
այն է, որ անձը կունենա հնարավորությունը կառավարելու և վերահսկելու զգացումներ, ինչպես իր, այնպես էլ ուրիշներու հետ փոխհարաբերություններու ընթացքին։ Էմպաթին կարեկցանքը այն կարողությունն է, որ թիմացինին հետ կզգա, կցավակցի և անոր համեմատ կվարվի անոր հետ։ Social skills-ը ընկերային հմտություններ կամ կարողություններ ունենալն է, որ պետք ունենք առողջ ընկերային հարաբերություններ հիմնելու համար, ներառյալ ազդեցիկ հաղորդակցություն և հարցեր լուծելու կարողություն։ Motivation-ը, որ մղումն է, զգացական բանականության ծիրեն ներս այն վիճակն է, որ անձը կառաջնորդվի ավելիով ներքին հոգեկան արժեքներով, քան արտաքին վարձատրություններով կամ ակնկալիքներով։ Զգացականապես խելացի անհատներ մղում կունենան իրենց նպատակները իրագործելու, լավատես կլան մարտահրավերներու դիմաց և խանդավառ իրականացնելու իրենց ներքին հոգեկան պետքերն ու ձգտումները։ Կարգ ուսումնասիրություններ շեշտած են, որ այս կարողությունը բնածին կլա, այսինքն անհատը կծնի այս կարողությամբ օժտված, իսկ ուրիշներ կսեն, որ կարելի է ինքն իր վրա աշխատելով այս կարողությունը զարգացնել։ Շատ հավանաբար երկուքն էլ ճիշտ են, որովհետև ինչպես ուրիշ կարողություններ, այս մեկն էլ զարմանալի չէ, որ անձը զարգացնե իր ջանքերով։ Գսվի նաև, որ emotional intelligence-ը intelligence quotient-են շատ ավելի կարևոր է, այսինքն IQ-ն, որովհետև IQ-ն առանցին սահմանափակ կարողություններով գոժդ է անձը, ինչպես դպրոցական գիտելիքներու ըմբռնում կամ գիտնալու կարողություն և այլն, մինչդեռ emotional intelligence-ը կարևոր է անհատին ամբողջ կյանքին ընթացքին և ամեն մարզերու մեջ, մանավանդ ղեկավարի կամ առաջնորդի դիրքի վրա գտնվողներուն համար։ Աշխարհի ղեկավարները այս նյութին վրա կաշխատին իրենց բարելավելու, ինչու ոչ հավատացյալներ։ Անշուշտ լավ կլա, որ հավատացյալներ էլ իրենց վրա աշխատին այս նյութին առնչությամբ։ Գալով մեզի հետաքրքրող նյութին և մանավանդ այն բաժինին, որ մեզի համար ամենեն կարևոր բաժինն է, թե ինչ կսե Սուրբ Գիրքը այս նյութին մասին։ Երբ կկարդանք Պողոս առաքյալի քաղատացիներուն նամակին 5-րդ գլխուն 22-25 համարները, կտեսնենք, որ առաքյալը կխոսի Սուրբ Հոգիին արդյունքներուն կամ պտուղին մասին։ Զգացական բանականության նյութի մեջ տեսանք, որ աշխատանք տանիլ մգա, և հոս ալ առաքյալը կշեշտե այդ մասին, որ ինչպես հավատացյալը պետք է աշխատանք տանի այդ պտուղները ունենալու համար։ Նաև եթե ուշադրություն ունենք այդ 5 կետերը, որ հիշեցի, կարծեք Սուրբ Հոգին արդյունքներուն ազդեցությունն են ձևոմը, բայց մարդկային կամ գիտական ձևով բացատրված։ Ուրեմն շատ հստակ կտեսնենք կապը երկու նյութերու միջև՝ հոգևոր և հոգեբանական։ Հաջորդ բանը, որ կնկատենք, իմաստության մասին է, ինչպես մեր բնական համարի մեջ կարդացինք, որ իմաստության սկիզբը Տիրոջ վախն է կամ երկյուղը, Առակաց 1:7։ Նաև Հակոբոս առաքյալի նամակի մեջ
Երրորդ գլխուն 13, 17 և 18 համարներում մեջ դարձյալ կտեսնենք, որ այս նյութին մասին կխոսի առաքյալը։ Կնկատեք, որ դարձյալ որքան մեծ կապ կա երկուքի միջև, սիրելիներ, հոգևորին և հոգեբանականին, որովհետև մենք միայն հոգևոր արարածներ չենք, այլ նաև հոգեբանական կազմվածք ունենք, և պայման է, որ այս երկուքը զիրար ամբողջացնեն։ Գալով Աստվածաշունչի հերոսներուն օրինակներուն, թե անոնք որքանով այս հատկությունները կամ emotional intelligence զգացական բանականություն ունեին, երբ կմտածեի, առաջին հերթին միտքս եկավ 5 դագարանեն Աբիգյան, որ emotional intelligence-ի բոլոր կարողությունները ուներ իր մեջ։ Ինչպես գիտեք, Աբիգյան նապաղի կինն էր, որ իր իմաստությամբ կարողացավ արգելք ըլլալ, որ Դավիթ նապաղի ընտանիքը բնաճնճելով արյուն թափե, և շատ հետաքրքրական է, որ Աբիգյայի համար Աստուծո խոսքը կգործածե ողջամիտ բառը, իսկ Դավիթ զինք կգոչե խոհեմ։ Ուրեմն Աբիգյա այս հատկությունները ունենալով գիտավ և գիտեր ինչպես պետք էր վարվել ամեն մեկ բարագայի կամ անձի հետ։ Աբիգյայի մասին այս պատմությունը կգարթանք Առաջին Թագավորաց 25-րդ գլխուն 2-42 համարներուն մեջ։ 5 դագարանեն երկրորդ անձը Մորդկեն է, որում մասին կգարթանք Եստերի գիրքին մեջ։ Մորդկե դարձյալ զգացական բանականության բոլոր հատկությունները ուներ և իր իմաստությամբ կրծավ ամբողջ ազգը, այսինքն իր ազգը բնաճնճում ազատել։ Նաև մարգարեները ունեին այս կարողությունը, մանավանդ որովհետև Աստուծո հոգիով ալ կառաջնորդվեին։ Անշուշտ նաև ուրիշ առաջնորդներ և թագավորներ, որոնք Աստուծո սրտին համեմատ կառաջնորդեին իրենց ժողովուրդը։ Իսկ նոր դագարանի մեջ դարձյալ շատ են օրինակները, որոնց պիտի բավարարվիմ հիշելով միայն Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Ընտանիքը, այսինքն, ինչպես գիտենք, Հիսուս, Մարիամ և Հովսեփ։ Իմիջիայլոց, երբ ընտանիքսի այն ալսեմ, որ այսպիսի հատկություններ կամ կարողություններ ընդհանրապես ժառանգական կլան և կամ զավակները տեսնելով կընդօրինակեն կամ կսորվին ինքնաբերաբար։ Հետևաբար շատ կարևոր է, որ ծնողներ իրենց անձերուն վրա աշխատին այս ուղղությամբ, որպեսզի թյուրացուցած և օգնած ըլլան նաև իրենց զավակներուն։ Ուրեմն, ինչպես ըսի, Հովհաննես Մկրտիչ ուներ այս կարողությունները, մանավանդ անոր համար, որ մորը որովայնեն արդեն Սուրբ Հոգիով լեցված էր և այդպես ալ կառաջնորդվեր ու կառաջնորդեր, և իր կյանքի ամբողջ ընթացքին այդ իմաստությամբ ալ գիտավ բոլոր բարագաներուն մեջ ինչպես վարվել։ Մանավանդ, սիրելիներ, հատկանշական է իր այդ իմաստուն քայլը, որ երբ բանտը կգտնվեր, իր աշակերտներեն ոմանք կղրկե Հիսուսի մոտ, հարցնելու, որ ինքն էր, որ պիտի գար, թե ուրիշի մը սպասենք։ Մատթեոս 11:2-6 և Ղուկաս 7:18-23 մեջ կգարտանք այս բաժինը։ Ինչպես մեկնիչներ և Զարե սրբազան այդպես կբացատրեն, որպեսզի աշակերտներուն քայլերը Հիսուսի ուղղե, մանավանդ որ գիտեր, թե իր կյանքին օրերը համրված էին երկրի վրա, նաև անոր համար, որ իր կոչումն էր այդ, ինչպես առիթով մնալ ըսավ. «Ասկե ետք իր հեղինակությունը պետք է զորանա, իսկ ես հրապարակե պետք է քաշվիմ»։
ագնարգելով անշուշտ Հիսուսի։ Հովհաննես 3:30-ի մեջ կտեսնենք։ Հոս պակակիձի մեջ գուզեմ հիշել, որ գարկ մը քարոզիչներ հիմնվելով Հովհաննեսի այդ խոսքին վրա, որ ինքներ որ պիտի կար, թե ուրիշի մը սպասենք, գսեն, որ Հովհաննես մգրդիչ պանդի մեջ դգարացավ և գասկածեցավ Հիսուսի աստվածության և փրկագործության ծրագիրին։ Այս մեկը չի գրնար ըլլալ սիրելիներ, որովհետև Հովհաննեսի բոլոր խոսքերը և արարքները հակառակը կփաստեն, մանավանդ վերջին հիշած համարս, որ գսե ասկե ետք իր, այսինքն Հիսուսի հեղինակությունը պետք է զորանա, իսկ ես հրաբարակե պետք է քաշվիմ։ Ուրեմն Հովհաննես մգրդիչ ամեն բան իմաստությամբ և գիտակցաբար կներ։ Հաջորդ օրինակնից ինչպես ըսի Աստվածամայրն է։ Սուրբ Կույս Մարիամ դարձյալ սկացական բանականության գադարյալ լեցունությունը ուներ, անոր համար, որ Սուրբ Հոգիին լեցունությունը ուներ և իր բոլոր քայլերը դարձյալ երկնային իմաստությամբ կառաջնորդվեին։ Հատկանշական է Աստվածամոր միջամտությունը Կանայի հարսանիքին, երբ գինին վերջացավ։ Շատեր չնկատեցին կամ լուծումի մասին չմտածեցին, բայց Մարիամ իր իմաստությամբ գործի լծվեցավ և լուծում փնտրեց։ Հոս կտեսնենք դարձյալ սկացական բանականության շեշտվածությունը Աստվածամոր կյանքի մեջ։ Սուրբ Հովսեփ դարձյալ զորեղ կերպով իր մեջ կգրեր այս կարողությունը, թեև Տերը երազներով կհայտներ իրեն իր առնելիք քայլերը, բայց այն բարակային, երբ գիտցավ, որ Սուրբ Մարիամ հղի է, մտածեց լռելիայն արձակել զայն, որպեսզի չխայտարակե։ Մատթեոս 1:18-19 Այս մեկը ցույց կտա իր իմաստությունը և սկացական բանականության զորեղ ներկայությունը իր կյանքի մեջ։ Իսկ մեր վերջին օրինակը մեր Տերը և Փրկիչը Հիսուս Քրիստոսն է, որ անշուշտ իր աստվածային բնության կողքին մարդկային բնության մեջ կգրեր այս բոլոր հատկություններն ու կարողությունները և կատարյալ ու անսխալական կերպով լուծումը կտար ամեն բարակայի։ Հետևաբար կրնանք ըսել, որ Հիսուսի մեջ կգտնենք սկացական բանականության քյութին մեջ հիշված բոլոր կարողությունները իրենց կատարելագույն ձևի մեջ։ Փառք իրեն։ Ուրեմն սիրելիներ, այս բոլորեն ետք ինչ է մեր այսօրվան հիմնական և կարևորագույն դասը։ Ճիշտ է, որ հոգեբանության վերաբերյալ նյութերը շատ կարևոր են և մենք շատ բաներ կրնանք սորվիլ այդ նյութերուն ուսումնասիրությամբ և մեր անձերը քննելով ու սրբագրելով անոնց լույսին տակ, բայց երբեք պետք չէ մոռնանք, որ Աստուծո խոսքը ամեն բանե վեր է և վերջին խոսքը իրն է։ Այսօր շատեր հոգեբաններու կդիմեն և դժբախտաբար շատ անգամ փոխանակ ճշգրիտ և շինիչ լուծումներ առաջարկելու ավելիով կքանթեն անձը կամ ընտանիքներ, որովհետև իրենց հիմը Աստվածաշունչին փոխարեն մարդկային կամ գիտական վերլուծումները կլան։ Հետևաբար սիրելիներ արթուն ըլլանք, այո, սորվինք հոգեբանութենեն, ունենանք սկացական բանականությունը, բայց այս բոլորեն վեր աշխատինք Սուրբ Հոգիով լեցվելու, որովհետև միակն է, որ մեզ երկնային կատարյալ իմաստությամբ կրնա լեցնել և մեզ առաջնորդել Տիրոջ խոտավետ ճամփաներուն մեջ, ինչպես Սաղմոս 2-ն գսե 20-րդ Սաղմոսին մեջ։ Ամեն։ Տերը օրհնե բոլորդ սիրելիներ։